Նորմալ է, որ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում մամուլի ազատության հետընթաց է գրանցվել։ Առհասարակ նորմալ չի մամուլի ազատության սահմանափակումները։ Առհասարակ աշխարհի որևէ երկրում կլինի Նիկոլ Փաշինյանը, Մակրոնը, չգիտեմ, այնտեղ Տրամպը, ով ուզում է լինի։ Լրագրողի բայց ձեր գործը ինչու՞մ է կայանում, կներեք։ Բայց այստեղ խնդիրը ամենամեծ կարևոր այն է, որ Փաշինյանն ինքն էլ է եղել լրագրող ու հիմա Ահա, բա ինքն էր պայքարում, այդ մարդն էլ պայքարում էր, չէ՞, ազատության դեմ։ Հա, բայց մենակ մի բան եմ, այստեղ հարցը Փաշինյանը չի, մյուսը չի, մի բան։ Գիտեք, երբ որ մարդուն կարաս գործը քննադատես, բայց մարդու անձին, ընտանիքին, ծնողին, դա վիրավորական է, կլինի լրագրող, դերասան, չգիտեմ, ռեժիսոր, վարորդ, չի կարելի ծնողին, երբ որ գտնում են ընտանիքին, դա մի քիչ աբսուրդ է։ Այսինքն լյուբոյ թասիբով մարդ կապ չունի ով է, ինչ ուզում ես հարացնես, ամենավատ տղեն էլ, ամենալավ տղեն էլ։ Է մի կպեք ընտանիքին, մի գնա, ոնց որ գիտես ինչն է խնդիրը ստեղ։ Գնում են անընդհատ ընտանիքին, ախպեր գործը քննադատեք, ասեք վատ ես աշխատում, չգիտեմ, Քոչարյան, դու վատ ես, Լևոն Տեր-Պետրոսյան, դու վատ ես, մյուսը Սերժ, Նիկոլ, դու էր վատ, ասեք աշխատանքի առումով։ Պրոստը ստեղ գիտեք պեկ ես ինչն է, ասում եմ, ձեր բալիկը այսպես դե լավ էլի, սաղի բալիկներն են, իրենց բալիկներն են, այ իմ ցավը այդտեղ է։ Իսկ ինչի չենք մտածում, որ լրագրողները շատ անգամ ոչ պրոֆեսիոնալ կամ գիտակցված պրոֆեսիոնալ հրահրում են անձնական առումով։ Ինչի չենք մտածում դրա մասին, հա։ Հատուկ անձնական նենց հարց են տալի մարդուն, որ հունից անեն, օրինակ։ Կապ չունի Նիկոլն է, մյուսն է, Պրիկոլն է, չգիտեմ, ով ուզում է լինի։ Բայց հաճախ նրանք չեն իրենց անձնականը դարձնում հանրային քննարկում։ Յա, ինչի մասին է խոսքը։ Իսկ այդտեղ ինչ վատ բան կա, այսինքն անձնականը ո՞րն է, կներեք էլի։ Օրինակ տեսեք, Ես իմ կնոջը, ես եմ երկրի ղեկավար, պետք է ամաչեմ ներկայացնեմ, թե իմ երեխեքին։ տեսեք, օրինակ Աննա Հակոբյանը տեսանյութով հայտարարեց ամուսնալուծվել են, հետո վրդովում էր, որ ինչ-որ մեկը ամուսնալուծության մասին խոսում է կամ հարց է տալիս։ Հա ինչ անենք, ես էլ կնոջս հետ այսօր կռվում եմ, վաղը բարիշում եմ, ինչ է եղել։ Տուն այ մարդ, մի օր էլ կարող է լավ չի պահել, իրոք կռվել ենք, բարիշել ենք, այն որ ասում ուրիշի ընտանիքը մութ անտառ է։ Իհարկե հասկանում եմ, դե հիմա երկրի ղեկավարն է, ավելի ուշադրության կենտրոնում է։ Okay է, հարց չկա, մարդը հիմա դիմը կարող է մարդը իր կնոջ հետ մի օր կռվի, մի օր բարիշի։ Այստեղ գիտեք հիմա ինչն է ցավը։ Ուզում հասկանամ, մենք քննարկում ենք առհասարակ բոլոր երկրի ղեկավարների անձնականը, ինչի կռվեց, ինչի բարիշեց, թե գործնականը։ Այսինքն ինչ արեց, ինչ չարեց, աշխատանքը։ Մեզ հետաքրքիր է այդ մարդը իր տանը, իր կնոջ հետ կռվում է, թե բարիշում է։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին եմ խոսում։ Գործն է կարևոր, չէ՞ որ մենք մեծ մարդուն ընտրել ենք ու որևէ ղեկավարի մենք ընտրել ենք որպես այս երկրի ղեկավար ախպեր, մեր դպրոցի դիրեկտոր, հա։ Այս մեր դպրոցն է Հայաստանը։ Հիմա գոհ եք դպրոցի դիրեկտորից։ Իհարկե միշտ գոհ չեմ եղել, ի սկզբան իմ դպրոցի դիրեկտորից է գոհ չեմ եղել, բայց դա հայ խասյաթն է, միշտ դժգոհություն պետք է ասենք, մեկի փողին է կպել, մեկի ջեբին է կպել, մեկի գլխին է կպել, մեկի անուղեղ ուղեղին է կպել, չգիտեմ ինչին է կպել, հասկանում եք, չէ՞ ինչա բանը։ Հիմա ես էլ կարող եմ վաղը լինեմ ղեկավար, չգիտեմ, հիմա ես էլ լինեմ օրինակ Ինչ որտեղ իմ անձնականը քննարկվի, իմ երեխեքի անձնականը քննարկվի, նորմալ երևույթ է, սա աշխարհն է քննարկում, ցավը տանեմ, դրա համար պետք չի մարդկանց դատել, հասկանում ես, բռնել, նորմալ երևույթ է, դուք ձեր աշխատանքն եք անում, բա ինչ պետք է անեք, բա պետք է վերցնեք միկրոֆոնը ու ցենց բզբզեք, հարցնեք, բա դուք ձեր հետաքննությունը ունեք լրագրողական, ձեր պրոֆեսիոնալիզմը ունեք, ձեր մոտեցումը, ի վերջո ազատ քաղաքակիրթ աշխարհում ենք ապրում, ունեք ձեր կարծիքը, ինչի՞ չէ ասեք իր մյուսի վատն էլ, սրա վատն էլ, նրա վատն էլ, այն մեկն էլ։ Ամենակարևոր բաներից մեկը գիտես ինչն է, ցավս, որ մենք աշխարհի քարտեզի վրա սենց մի կետիկ ենք, ու այս փուճուր կետիկի մեջ իմը, քոնը, լավը, վատն ենք անում, մենք հայ ենք, մեր երակներով հայի արյունը հոսում։ Գիտես, տենց բան չկա, ոնց է մի դասարանում դպրոցի հետ ես համեմատեցի Դասանում կար լոխեր, դեբիլոտ, մեր դասանում կար, հիմա կտենա այդ լոխը կհիշի ինձ, սենց խփում էինք, ման, երեխա ենք, չենք հասկանում ես, մեր դասանում կար նաև նորմալ տղեկ, ման, թեմայի մեջի տղեկ էինք ջոգիր, դպրոցի սիրուն աղջիկը մեզ էին սիրում, չեն կարա խալխի դպրոցից սիրեին, բայց
Այն որ մեր ունեցած դասարանը պահում ենք, հանկարծ կողքի դպրոցից գային են ամենալոխին ուզեին բանանային, մենք սաղս թեվթիկուն կասում ենք, արա իմ աղբերն է, ոնց թե, ինչի մասին ես խոսում։ Պատկասի չեն խելոքին ճնշելու, չէ, մերն է, մեր փոճոր կետիկ ենք։ Հիմա որ դնենք քննադատենք, քննարկենք, ասենք, գիտես, դու լավն ես, դու բոլորս ունենք թերություն։ Նիկոլը, Սերժը, Քոչարյանը, Սերժը вообще մեջտեղի թերությունն է։ Անկեղծ եմ ասում։ Քոչարյանը ու Նիկոլը այդքան չէ, ինչքան Սերժը, որտեվ իրանց դրած գրլած, ապրած, sense կայֆավատ եղածը ոչ մեկ չի եղել։ Անկեղծորեն ես էլ կարող եմ փողին գայթակղվեմ, տենց ջոգիր, տենց որ գմփամ։ Որ օխ, ասեմ, արա էսի լավ է։ Որ աղբորս տղեկին sense ասեմ կարոկե կարամ չնայեք ոչ մեկին, տալորեք քշեք, չէ։ Բայց ի վերջո հիմա գիտես ինչն է ցավը։ Երբ որ մեկը եկել է ականջը օլորում, հա, սրանք խառնվել են իրար, ասում են, արա, մեր ականջը օլորողել եղավ, արա։ Մենք էինք սաղից դե օլորում, հիմա մեկը եղավ, որ ասում արա ականջդ կպոկեմ վրիցդ։ Ու եւ պոկում է, մենակ ասելով չի, այնց է պոկում, որ ցեղով վերանա ու լավ անում, որովհետեւ այս փոքր ազգի մեջ պետքա վերացնել այդ բանը։ Հայը, հասկացանք։ Հայը։ Այսքանը ինձ թվում է իմ կողմից շատ լավ ներկայացրեցի, ինչքան հնարավոր է։